Պես կներկայացնեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այս պահին։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Անայիդ, նոր ինչպես նշեց մեր ընկերը պարոն Վարդանյանը, պարոն Վարդանյան, դուք շատ խորքից եկաք, շատ ճիշտ եկաք։ Ես նախ ուզում եմ ասել, որ այսօր ներքաղաքական վիճակը մեր երկրում ցավոք ամբողջությամբ քաոսային իրավիճակում է գտնվում։ Մեր երկրի ճակերտավոր իշխանավորները երկիրը ամբողջությամբ տանում են տալու, արդեն տվել են իսկ տանում են քայքայման, դարձրել են բռնապետություն։ Երկրի ղեկավարը հայտարարում է, ես ինքս ասել եմ, եթե ձեզ դուր չեմ գալիս, լավ չեմ ղեկավարում, հեղափոխություն արեք։ Նա դրդում է ժողովրդին մի այլ բանի, երբ որ ժողովուրդը ոտքի է ուզում կանգնի, սկսում է գործեր կարել, այսօրվա ինչպես գիտենք բոլորս մեծամասամբ բոլոր քաղբանդարկյալներին գործերը կարած երկրի իշխանությունը զավթելու այնց հոդվածներ են դնում, որ մարդկանց մինչև ցմմա բանտարկություն է տանում։ Նա այսօր, չգիտեմ, այդ մարդը ուղղակի իր հոգեվարքով ամբողջությամբ զոմբիացրել է ժողովրդի մի մասնիկին։ Ինչ մնում է, պարոն Վարդանյան, դուք ճիշտ նշեցիք, դաշտը ամբողջությամբ պետք է մաքուր լինի, սկսվի մաքուր դաշտից։ Ցավոք, մենք ունենք այդ մաքուր դաշտը, բայց մենք ինքներս լավ գիտենք, որ նաև չունենք ընդդիմություն։ Ընդդիմություն ասված է այսօր ես համարում եմ նույն Նիկոլ Փաշինյանի կողակիցներ, Նիկոլ Փաշինյանի հետ քայլողներ, ես այդպես եմ համարում, քանի որ տվյալ ընդդիմությունը այսօր շատ ու շատ պահեր է եկել, որ կարելի էր իրոք հեղափոխություն անել, բայց իրենց իսկ դավադրական, իրենց իսկ խառնակչական մեթոդներով չթողեցին այդ ամեն ինչին։ Այսօր մենք բոլորս լավ գիտենք, կարծեմ Տիկին Անայիդ, մենք ունենք 147-148 կուսակցություններ, ճիշտ է։ Այսօր այդ 147-148 կուսակցությունից հենց մեկը ընդդիմության ճյուղերին, այսպես ասեմ, ամեն մեկը մի անվան տակ մի 10 հատ կուսակցություն է բացել։ Տարբեր մարդկանց դեմքերով, բայց իրենց դեմքն է այդտեղ։ Թույլ չեն տալիս, որ այս ժողովուրդը կանգնի ճիշտ ուղու վրա։ Ուղղակի մեր ժողովուրդը քաշ պետք է գիտակցի, մենք ուր ենք գնում, ինչի ենք գնում։ Մենք այսօր կանգնած ենք պատերազմական մի հատ իրադարձության առաջ։ Ինչ է մտածում մեր ժողովուրդը, ես ժողովրդին եմ այս կոչով դիմում, դուք կարծում եք իշխանությունները պետք է ձեզ պաշտպանեն, ոչ, իշխանությունները ոնց որ Արցախը պաշտպանեցին, հանձնելով, այնպես էլ Հայաստանի որոշ հատվածներն է պաշտպանելով հանձնելու, ուշքի եկեք, այսօր գիտակից հայը պետք է զինվի, զինված համբերությունը իր ամեն ձևի տեղը պահի և պատրաստ լինի ցանկացած պահի հակագրոհի։ Մենք այսօր համահայկական ճակատ կուսակցությունը շարժումը ամբողջ թիմով թույլ չի տալու որևիցե մի թուրքի ոտք, եթե մտնի Հայաստան, առաջին կանգնողներից մեկը մենք ենք լինելու։ Եվ թույլ չենք տալու այդ ըմբոստ քայլերը Նիկոլ Փաշինյանական կլանի։ Շնորհակալություն։